iShowSpeed աշխարհի ամենահայտնի սթրիմերներից մեկը YouTube-ում ու ներկա պահին iShowSpeed-ը ունի 37 միլիոն բաժանորդ, սակայն 3 տարի առաջ նա ուներ ընդամենը 10,000 բաժանորդ։ Ի շնորհիվ իր ակտիվ սթրիմների նա ունեցավ մեծ քանակությամբ դիտորդներ, ովքեր որ շատ էին սիրում ներվայնացնել iShowSpeed-ին։ Երբ որ նայում ես iShowSpeed սթրիմները, չես հասկանում նա իսկապես ներվայնանում է, թե իրեն այդպես է ձևացնում, բայց ամեն դեպքում այն ծիծաղելի է թվում։ Իր առաջին տեսանյութը նա նկարել է 2017 թվականին, որտեղ նա խաղում էր NBA 18։ Նա շարունակեց նկարել NBA, բայց հետո սկսեց նկարել նաև Fortnite։ Հետո նա հասկացավ, որ նրան ավելի դուր է գալիս անել սթրիմներ, քան նկարել տեսանյութեր։ Եվ ահա 2018 թվականի վերջերին նա արեց իր առաջին սթրիմը, որտեղ նա խաղում էր Fortnite։ Սակայն սկզբում նրան նայում էին շատ քիչ մարդիկ, այդ իսկ պատճառով նա դադարեց անել սթրիմներ։ Եվ ահա 2 տարի անց 2020 թվականին iShowSpeed-ը որոշեց իր ժամանակը տրամադրել միայն սթրիմերին ու նույնիսկ գնել էր նոր վեբկամերա ու ամեն օր անում էր սթրիմներ NBA 2020 խաղում։ Ու երևի նրա համար, որ նա զբաղվում էր բասկետբոլով իր դպրոցական թիմում ու սիրում էր այն ամենը, ինչը որ կապ ուներ բասկետբոլի հետ։ Ու հետո նա շարունակեց անել ամեն օր սթրիմներ, խաղալով NBA, Fortnite ու տարբեր խորհրդ խաղեր, դառնալով ավելի ագրեսիվ։ Իսկ նրա հաջողության պիկը սկսվեց այն ժամանակ, երբ որ իր դիտորդները սկսեցին վերցնել տարբեր կադրեր իր սթրիմներից եւ գցել այն TikTok։ Ու դրա շնորհիվ ընդամենը 2 ամսում iShowSpeed-ը արդեն ուներ 250,000 բաժանորդ։ Եվ 2021 թվականի հունիսի 10-ին նա իր սթրիմում տոնեց իր 300,000 բաժանորդը։ Lopez donated $1.99. Իսկ 2 շաբաթ հետո նա իր ալիքում ուներ արդեն 400,000 բաժանորդ, իսկ հաջորդ օրը արդեն 500,000, իսկ դրանից 4 օր հետո արդեն իր ալիքում կար 600,000 բաժանորդ, դրա հաջորդ օրը 700,000 բաժանորդ, իսկ մյուս օրը 800,000, իսկ մի քանի օր հետո արդեն 1 միլիոն բաժանորդ։ Դուք չեք հավատա, բայց ընդամենը 24 ժամ հետո իր ալիքում կար արդեն 1.5 միլիոն բաժանորդ, ու այդ ժամանակ iShowSpeed-ը այդքան շատ գործ չէր անում ու մեծ դեր այդ ժամանակ խաղում էին իր բաժանորդները, ովքեր որ վերցնում էին ծիծաղելի կադրեր սթրիմներից ու գցում TikTok։ Իսկ հունիսի կեսերին նա արդեն ուներ 2 միլիոն բաժանորդ, ու դա նշանակում էր, որ 3 շաբաթվա ընթացքում նրա բաժանորդները 300,000-ից հասան 2 միլիոն։ Ու այսքանով iShowSpeed-ը կանգ չառավ, նա շարունակեց անել սթրիմներ Fortnite, տարբեր խորհրդ խաղեր ու նույնիսկ նա ձայնագրեց երգ, որի անունն է Shake, ու որի տեսահոլովակը տվյալ պայն ունի 2 միլիոնից ավել դիտում։ Իսկ հետո iShowSpeed-ը սկսեց սթրիմանել տարբեր տեսակի կոնտենտ ու հավաքելով ավելի շատ բաժանորդներ։ Ու քանի որ նրան արդեն սկսում էին ճանաչել ամբողջ աշխարհում, նա սկսեց սթրիմներ անել տարբեր հայտնի մարդկանց հետ, ու որի շնորհիվ նա դարձավ ավելի հայտնի։ Իսկ հետո 2023 թվականի հունիսի 17-ին iShowSpeed-ի կյանքում եղավ նրա ամենամեծ հիասթափներից մեկը։ Նա հանդիպեց իր կումիր Կրիշտիանո Ռոնալդոյի հետ։ Իսկ 2023 թվականի նոյեմբերին iShowSpeed-ը գնեց սեփական առանձնատուն Ֆլորիդա նահանգում, քանի որ մինչև այդ նա ապրում էր իր մայրիկի հետ Օհայոում, ու հաճախ նրա մայրիկը նրան պատժում էր իր բարձր հայհոյանքների համար, ու ըստ iShowSpeed-ի այդ տունը նա գնել էր $10 միլիոն։ Իսկ 2 ամիս անց նա մենամարտեց հայտնի բլոգեր KSI-ի հետ, որը իր օգտին չավարտվեց, ու վերջում նա նույնիսկ լացեց, որովհետև KSI-ը մերժել էր նրան կրկին մենամարտելու, ասելով, որ էլ չէր ուզում ծեծել iShowSpeed-ին։ Ու ներկապային iShowSpeed-ը համարվում է աշխարհի ամենահայտնի սթրիմերներից մեկը։ Նրա սթրիմների օնլայնը հասնում է 250,000-ից ավելի, ու մարդիկ նկատել են, որ iShowSpeed-ը դարձել է ավելի հանգիստ։ Նա լինելով 19 տարեկան, կուտակել է այնպիսի ունեցված, որ կարող է նույնիսկ էլ չաշխատել։ Ու այսպիսով մեր տեսանյութը հասավ իր ավարտին։ Շնորհակալություն դիտման համար, գրեք ձեր կարծիքը կոմենտներում, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։